Մեր հասարակությանը ընդհանրապես շատ բարդ համակարգ է սակագնային համակարգը ու այդ համակարգին ծանոթանալը ամիսներ է տևում, բայց կուզեմ պարզացրած ցույց տամ, թե ինչ է կատարվում հեծում եւ ինչ հետևանք է դա ունենում մեր հասարակության եւ լույսի փողի վրա։ Առաջինը բոլոր խնդիրները, որ բարձրացվել են, բոլորը առանց որևէ բացառության իմիշելով բոլորը սեփականատերի, սեփական միջոցների մասին էին։ Կա երկու ուղղություն՝ սեփականատիրոջ սեփական միջոցներ եւ նաեւ մյուս տարանջատումը առաջինը սեփականատիրոջ սեփական միջոցներ, երկրորդը մյուս տարանջատումը ընդհանուր սակագին։ Ընդհանուր սակագնի դեպքում մենք հեծը որևէ ծախս անելուց պետք է ստանա թույլատվություն ՀՑԿ-ի կողմից, որի ղեկավարը նշանակում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թող իրանց աշխատանքը ուրիշի վրա չգցեն, իրանք են հաստատել բոլոր գումարները, գնումները, ինչ ծախսվել է, ում տրվել է վճար, մեծ մասը Սամվել Կարապետյանը իր միջոցներով է տրվել։ Ինք մեր ընկերությունը իր միջոցներից է տվել եւ դա սակագնի վրա որևէ ազդեցություն չունի։ Մի հատ տեղ կա, որտեղ ինքը հիմնավորված ինչ-որ բաներ գցե, որը իմ համարել է հետաքրքիր, դա ինչ-որ տարածաշրջանում տեղեր ունեցե հավելագրում, որը հիմնական խնդիրներից մեկն է, յուրաքանչյուր ցանցի։ Մենք էլ ենք պայքարել, մենք 10 անգամ ավել ենք գտել, բայց դրա ուղղությամբ եթե իրանք աշխատանք կատարեն, եւ շատ լավ կլինի, բայց մյուս ուղղություններով ինչ իրենք ներկայացրել, բոլոր տեղերը կա հիմնավորում եւ բոլոր տեղերը շահույթը գնում է Սամվել Կարապետյանի տաշիր ընկերությունների խմբի գրպանից։ Այնպիսի զարմանալի բաներ են ասում մարդկանց, որ մարդիկ մտածեն իրենց գրպանից է դա վճարվում։ Ինչ որ խնդիր կա, այդտեղ, եթե իրենք տեսնում են խնդիր։ Ես այդ ուղղությամբ այդպիսի խնդիրներ չեմ տեսել, ինչ որ ինձ ներկայացրել են։ Ինչ որ խնդիր կա, դա վճարվել է մեր հաշվից։ Մյուս հարցը, լավ վիճակ ու վատ վիճակը։ Պատկերացրեք, որ գյուղ գնում եմ, ասում են ջրային ցանցը վատ է, ոռոգման ցանցը վատ է, էլեկտրական ցանցը վատ է։ Չի կարա մի ենթակառուցվածք լինի վատ, մյուս ենթակառուցվածքը լինի իդեալական։ Մենք ձեռք ենք բերել Հայաստանի էլեկտրական ցանցերը այն վիճակով, որ ընկերությունը մոտավորապես 3 ամսվա ընթացքում սրանկանում էր։ Այս մոռացել եք, որևէ մեկը մոռացել է դա։ Ընկերությունը սնանկացած ընկերությունը բերել եք, առաջարկել են, խնդրել են, որ Սամվել Կարապետյանը գնի։ Մենք հիմա ունենք Հայաստանի ռեյտինգից ավելի բարձր ռեյտինգ ունեցող ընկերություն։ Դա ես չեմ ասում, Moody's-ն է ասում, միջազգային գնահատող անող Moody's-ն է ասում։ Նարեկը չի ասում կամ ինչ որ մեկը չի ասում, մեր ինչի ասում։ Հիմնական հարցը նրանում է, որ մեր հասարակությանը պետք է մենք ցույց տանք, պատմենք այս իրավիճակը, որ մարդիկ տեսնեն, որ այն ինչ որ իրանք ուզում են ցույց տալ չարաշահում, չնայած որ 3 ամսվա մեջ այնքան դժվար են մի 3 բան հանել։ 3 բանից 2-ը մենք մեր հաշվին ենք արել, մեր գրպանից, ավել ենք վճարել մեր գրպանից։ Իսկ երրորդ բանը հետաքրքիր բան էր, բայց դրա դեմ մենք էլ ենք պայքարել։ Ու իմ հիշելով 10 անգամ ավելի շատ հավելագրում ենք հայտնաբերել։ Չնայած որ կարող եմ ասել, որ դա էլ լավ չի։ 10 անգամն շատ լավ չի, պետք է ավելի ակտիվացնենք։ Ինչը կարող եմ ասել, որ մինուսներից է, բայց ցանցը Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցերը գնել ենք սնանկ, համարյա սնանկ վիճակում, հանձնել ենք շահութաբեր ռեյտինգով էլ իրենց կառավարած բյուջեով երկրի ռեյտինգից բարձր։ Եթե ինչ-որ բան ավել ասելու ունեն, կարող ենք քննարկել, բայց այդ քննարկումը պետք է լինի մասնագիտական, ոչ թե պոպուլիստական, հոդվածտամ, տեսնեմ, որ շատ մարդ է նայել, հետո մերժումը գա, բայց ասեն կարող է ինչ-որ նստվածք է մնացել։ Վստահ եղեք, հեծում ինչ արվել է մեր կողմից, ընկերության սեփականատերի կողմից, եղել է տրամաբանություն դրա տակ, բայց չեմ ասում, որ այդ ընկերությունը չուներ խնդիր։ Այդ ընկերությունը շատ խնդիրներ ուներ, ինչպես ոռոգման համակարգը ունի, ինչպես ջուրը ունի, ինչպես երկրում ճանապարհները ունեն։ Մենք $100 միլիոն ներդրում ենք տարին արել։ Մոտապես 800,000 ձեր տներում կտեսնեք հաշվիչներ է փոխվել։
կարայինք չանեինք, արել ենք ամեն տարի, երբ որ ասում են մի բան թանկ եք առել, հարգելի հայրենակիցներ, շատ պետք է ուշադիր լինենք, թանկը մենք մեր հաշվին, մեր ներդրումը երբ որ անում ենք, մենք ենք որոշում, թանկ ենք առնում, թե էժան ենք առնում, սակագինի մեջ մտցնելը, դա որոշում է պետությունը ու պետական չինովնիկը ում նշանակել է ԿՊ-ն է որոշում, դա մտնում է սակագին թե չէ, բայց եթե ես իմ գումարը դնում եմ, ներդրում եմ անում, ինչու պետք է մեկը գա ասի դու լավ ես անում, վատ ես առնում, արի թուրքական առ, հայկական մի առ, չինական առ, հայկական մի առ, ես առնում եմ իմ համար, իմ արտադրություններից, լավ եմ անում, որ առնում եմ իմ արտադրություններից, մրցույթով անցնում է, առնում եմ, եթե թանկ է, մի ընդունեք, ձեր նշանակած պաշտոնյան է ընդունողը, ու սա եղել է վերջի 7 տարիների ընթացքում, եթե ուրիշ հիմնավորում արգումենտ կա, խնդրում եմ տվեք, բայց տվեք հիմնավորված, շնորհակալություն։ Բանակցությունները չեն ավարտվել, բանակցությունները նախնական փուլում են, ոչ թե ուժերի հետ, այլ ինչ-որ ավելի մեծ շրջան կազմելու, չեմ ուզում ավելի մանրամասն ասել, իսկ քաղաքական ուժի հետ կապված տարվա սկզբին ինձ թվում է մենք ունենանք արդեն նորությունները, շնորհակալ եմ։